Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն 14-րդի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։ Գյումրիի քաղաքապետարանը վաղվանից գործադուլ է հայտարարել է փոխքաղաքապետ Ավետիս Սարաքելյանը։ Փոխքաղաքապետը չի հավատում հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը, ինչ ասես կարող են սարքել, ասել է նա։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն արձագանքել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթին ու ձերբակալությանը։ Իրավապահները գործում են բացառապես օրենքի սահմաններում, փորձելով հետ բերել հին ու իրենց կողմից շատ սիրված բարքերը Գյումրի քաղաքային իշխանությունը չի վարանել ակտիվացնել կոռուպցիայի պրակտիկան, գուցե չպատկերացնելով, որ այսօրվա Հայաստանում նման մոտեցումները ներելի չեն։ Կոռուպցիան չի կարող հետ գալ, մենք դրա համար չենք պայքարել եւ դրան միտված չեն մեր բոլորի ջանքերն ու ամենօրյա աշխատանքը, նշել է Արուշանյանը։ Մեր ձևով շարժումը հաղորդագրություն է տարածել հայտնելով, որ անվերապահ սատարում է Գյումրիի քաղաքապետ այսօր ձերբակալված Վարդան Ղուկասյանին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի ողջ տեղեկատվությունը հրապարակել է, այլևս ասելու բան չունենք, ասել է Պեսկովը, պատասխանելով Պուտին-Թրամփ հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայի հակամարտության կարգավորման տարածքների փոխանակման վերաբերյալ քննարկումների մասին հարցերին։ Մարոկոյի երիտասարդական հավաքականը սենսացիոն հաղթանակ է տարել Չիլիում անցկացվող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Սանտիագոյում կայացած եզրափակիչ խաղում աֆրիկյան հավաքականը 2-0 հաշվով հաղթել է Արգենտինայի հասակակիցներին։ Սա Մարոկոյի առաջին հաղթանակն էր մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։